ամենահետաքրքիր բաներից մեկն էլ այն է, որ դուք հետևողականորեն փորձում եք ամեն ինչը մատուցել հակառակ կողմից, ոնց որ պետական պարտքի մասին ենք ասում։ Ասենք, ինչ է տեղի ունենում։ Վարչապետը խոսում է ցեղասպանության մասին, այն համատեքստում, որ պետք է հասկանալ ինչու է դա տեղի ունեցել, պետք է հասկանալ ինչու մի քանի տասնամյակ լռելուց հետո այդ ամեն ինչի մասին սկսեցին խոսել, դուք դա ներկայացնում եք ցեղասպանությունը հերքել ու սկսում եք դա տարածել։ Կամ խոսում են առանձին հոգևորականների մասին, դուք դա ներկայացնում եք եկեղեցու դեմ պայքար, սկսում եք դրա մասին խոսել։ Այնպիսի տպավորություն է, որ դուք մտածում եք, որ մեր ժողովուրդը անմեղսունակ է։ Այսինքն դուք ինչ մատուցեք, իրենք այդ ամեն ինչին պիտի հավատան։ Բայց ի զարմանս ձեզ, այդպես չի, մարդիկ ամեն ինչ շատ լավ հասկանում են ու վերջում մի քիչ էլ ես ամենաթարմ թեմաներից այս ինչ ազգայնացնում եք, որ տակ թուրքերին, այն ինչ էսպես եք անում ազգային արժանապատվություն եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ փորձել հիշել, թե 2014 թվականին, երբ Ռուսաստանում ձերբակալվեց հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը, ձեզանից որ մեկը մի բառ ասեց, հատուկ ման եմ եկել, ուրեմն մի թեթև այդ մասին խոսել է Արփինե Հովհաննիսյանը, բայց շատ զգույշ, ու եթե չեմ սխալվում, Վարան Բաղդասարյանը, էլի շատ զգույշ, ուրիշ ոչ մեկը չի խոսել, մեկ էլ Պարքև Սրբազանը, եկեղեցու կողմից հայտարարություն, չգիտեմ նման բաներ, ոչ մի արտահայտություն չի եղել, այդ երբ խոսքը վերաբերվում է ձեր շահերին, այդ ժամանակ հիշում եք, որ կարելի է սատար կայանում, երբ որ չէ, ու ազգային արժանապատվությունից որ խոսում եք, մեկ է խնդրում եմ նկատի ունենալ, որ անկախ նրանից ով է երկրի իշխանությունը, ով է վարչապետը, ազգային ժողովի նախագահը կամ պետական ինստիտուտներ, ու երբ պետական ռուսական ալիքներով ինչ-որ ոչնչություն համարձակվում է Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի իշխանությունների հասցեին վիրավորական արտահայտություններ անել, պիտի ոչ թե ոգևորությամբ այդ տարածեք, անկախ ձեր վերաբերմունքից, այլ պիտի առաջինը դուք այդ ամեն ինչը դատապարտեք ու արհամարհեք, որովհետև այդ մեր պետությանն է վնասում, ոչ թե մեզ։ Այդ ձեր տարածելը վնասում է ձեզ, այն մարդկանց, ում դուք պաշտպանում եք։ Շնորհակալություն։